Ժողովուրդ ջան, բարի երեկո հարազատներս։ Հուսամ լավ եք, ժողովուրդ ջան։ Քաղաքական ասպարեզում ընդդիմադիր թիմի կողմից մի հատ սիրավեպ են բացահայտել, որը կցնցի համայն հայությանը, Սփյուռքում թե Հայաստանի գտնվող Հայաստանի Հանրապետությունում գտնվող են բոլոր գիտակից հայերին կցնցի այդ process-ը։ Ժողովուրդ ջան, Սամվել Կարապետյանը ապշած եմ ուղարկի նոր հեռախոսն այդ հերթում եւ տեսա թե ինչ է կատարվում սոցցանցերում։ Սամվել Կարապետյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի, ավելի գրագետ խոսենք, հա, քանի որ նրանք քաղաքական գործիչներ են եւ մեծ բարերարներ, ուղարկի բարի գործերը երբեք չենք նկատել։ Սամվել Կարապետյանը կարճ կոնկրետ ժողովուրդ ջան դարձել է Դոդի Գագոյի սիրո մատյանը եւ Պուտինի սեքսի պայծյանը, սենց կոսպեկտավորեմ, հա, ոնց որ տենց ավելի ճիշտ անում, էլի, իրանց այդ բառապաշարը, իրանց այդ կոսպեկտավորած process-ը, որ նայում եմ, ապշում եմ։ Սամվել Կարապետյանը օգնության ձեռք է մեկնել, խնդրել Դոդի Գագոյից եւ նրա օգնության դիմաց արդեն իսկ չոքել է Դոդի Գագոյի դիմաց, հաստատ կզել անդեղ, ասես գրագետ ձևով ասեմ, էլի, իրանց լեքսիկոնով, ոնց որ իրանք 36 տարի մեր հետ այդ ձևի խոսացին։ Դոդի Գագոյի առաջ կզել է, բացել է իր կեղտոտ հետույքը Դոդի Գագոյի առաջ, ասել է ոնց կուզես ինձնից օգտվի, մենակ թե ես նստեմ Հայաստանի Հանրապետության գահին, թե չէ կարողա գահին չնստելու համար, գահը բաց թողելու համար, ես անդրադառնամ Հայաստանի Հանրապետության անկեղծ բարերարների process-ը ղեկավարող ու կոսպեկտավորող Պուտինի մահին։ Էս է սրանց սցենարը։ Պարզ գրագետ կոսպեկտավորում եմ, ոնց որ Բարուր Սևակի կամ Սիլվա Կապուտիկյանի եւ շատ ճանաչված բանաստեղծուհիների կոսպեկտավորած բանաստեղծությունները։ Նույն ձևի ես եմ կոսպեկտավորում։ Շատ գրագետ ձևով։ Կներեք, Սամվել Կարապետյան ջան, Դոդի Գագո ջան, ելում անունը տամ, Մարդասպանների բանդայի տնօրեն, կառավարիչ, Սերժ Սարգսյան, Լևոն Պետրոսյան, հոկտեմբերի 27 կոսպեկտավորող Ռոբերտ Քոչարյան, անդրադառնամ ձեզ այդ բոլորիդ, էլի, այդ թափթփուկներ, այդ բոլորդ մի 400 դրամանոց ռեզինի բացակայության պատճառով Հայաստանի հայտ եկած, երկրագնդի վրա լուսաշխար եկած ու երկրագնդի 99%-ը խեղաթուրած տականքներ, ձեզ եմ անդրադառնում, բառից բուն իմաստով, ձեզ եմ անդրադառնում, այ կեղտեր, դուք որ այդքան կարում եք սպայկա լինեք այդ բոզաբաժիգներով, բոզաբանական ինստիտուտներով, որ կարում եք համախմբվեք աթոռին տիրանակ, այդքան ձեր միլիոնների մեջ կարում եք այդ ամեն ինչը ներդնեք, ինչի՞ չէի կարում այդքան ձեր միլիոնների մեջ, այդքան ձեր համախմբվածության մեջ, այդքան իրար առաջ քամակ ու դեմ բացելու մեջ, որ կարում եք այդքան հարցեր լուծեք, ինչու՞ չեք համախմբվում Հայաստանի Հանրապետությունը բրգեիք, ինչու՞ չեք համախմբվում Հայաստանի Հանրապետության սահմանները անաղիկ պահեք, ուզում եմ իմանամ, կամ ընդհանրապես ինչու՞ չեք համախմբված ինչ որ մի հատ բան արեք, ես ինչ անհայտ գործարաններ են գտնում, որ 36 տարի է ժողովուրդը անգործության մատնված քաշ եկավ փողոցներին, այն քարուքանդելած փողոցների մասին է խոսքը, ու երբեք չբարձրաձայնեց, որտեղ դրա իրավունքն ու պլոճիկը չուներ այս ժողովուրդը, բարձրաձայները ասել Սերժ Սարգսյան, այս ճանապարհը քանդված է, այդ ժողովրդի համար ես ինչ գործարաններ ա խոստանում, հիմա Դոդի Գագոյնը ասպարեզ բերեք 10 կուսակցություն էլ բերեք, համախմբվեք, համագումար դարեք, համագումար նիստի նստեք, միևնույն է, ոչ մի անալիզների պատասխան չունեք, ձեր բերած թեկնածուները, ձեր բերած քաղաքական դաշտ բերած այդ աղ պարկղները դադարկագլուխ այն առաջվա կանաչ բունկերներ կար է Երևանի փողոցներում, որ կափախկել չուներ, ուղեղով բանի վրա են կափախ դնում, անուղեղ գին չունեցող բանի վրա կափախ չեն դնում, դադար տան վրա կողպեկ չեն դնում, դադար գոմի վրա կողպեկ չեն դնում, այդ էս ձեր գլուխն այլ է, այդ կանաչ բունկերների նման, ուզում եմ իմանամ, դուք ինչ եք անելու, դուք այնքան քաքեր ունեք ձեր տակը լցրած, ձեր կեղծ քահանաներով հանդերձ, եկեղեցիները խեղաթուրած, պղծած, հայ քրիստոնյա ազգի սրբավայրը ապականած ձեր այդ շարասյունով այնքան բաներ ունեք արած, որ վարկյան առ վարկյան ձեր վրա բացվում է քրեական գործեր, ու ի փառք ու պատիվ Տեր Աստված քեզ, մեկ էլ քեզ վարչապետ ջան, որ այդ բանը Թավշյա այդ բանը չես օգտագործում, այդ չակուճդ օգտագործում ես այսպես ասած, ու շատ երկար ժամանակա, ում որ կողմ ես խուցը, բայց ես խորհուրդ կտայի հետ բրտեր ընդե, որտեղից որ դուս են եկե, չես թողում ընդհանրապես դուս գա, դա շատ լավ է, դա շատ լավ է, դա շատ ողջունելի է, իսկ ինչ մնում է ձեզ, էսի Գյումրվա այն բոզաբաշուկների ընտրությունը չի, որ մեկին հողեր տվե, մեկին հուշակոտ հողեր տվե, մեկին չգիտեմ կրթության եւ գիտության շենքներ տվե, մեկին չգիտեմ ինչեր տվե, ոնց ասես նենց եք ասեմ Նատի ջան, մեռնեմ արևիդ,
Ժողովուրդ ջան, Գյումրեցոնց կաշառել էր, եկել էր քաղաքականության ամեն տեղից 10 ձան հավաքած։ Էս չի։ Էս արդեն բրծավ, հասկանում եք, դուք իշխանության չեք գալու։ Դոդի Գագոն գալիս է իշխանության ինչ անի։ Գալիս է մի հատ եկեղեցի սարքի, որ հետա մեկի 25 տարեկան տղեն սպանի։ Ինչա, Աստվածաշնչի մեջ, նոր կտակարանի մեջ, եկեղեցու մեջ օրենքա գրված, ասել է Ռուստամին սպանի կամ Պողոսին, տեղը մի հատ մատուր կսարքես, այդ քարերը ով էլ ասես կարա դնի իրար վրա։ Այդ քարերը ով էլ ասես կարա դնի իրար վրա, բայց այդ քար դնողը ձեռը, հոգին, սիրտը, մարմինը պետք է մաքուր լինի, Աստծո հետ հաղորդակցված մարդ լինի, ոչ թե խալխի երեխեքին վերացնեք, այդ ակտեղը եկեղեցի սարքեք, Աստված պայմանագիր կապեց էր այդ, ասել այն շոր մեկ երեխուն գյուլեք, ձեր բջերը, դեղի դոզայի տակ ծնված ձեր այդ բոզի տղերքին, ասելա գնացեք ինչ որ մեկ երեխուն գյուլեք, տեղը եկեղեցի սարքեք, ինչ եք սարքել Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում լիքը բարերարներ են բերել, կներեք ով է բերել այդ բարերարներին, ով է այդ ոչխարի հոտը բերել հասցրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածը հրապարակ, ով է բերել այդ ոչխարի հոտը, ուզում եմ իմանամ, ով է բերել, այն որ դրանք ոչխարներից են սերմա հեղուկ ստացել ու բազմացել, դա փաստ է, բայց թե այդ սուրուն, այդ նախիրը Պուտինի շվաքի տակից, այդ գոմից, ով է հանե, քշել էզմեր 36 տարի ավիրված Հայաստանը, որ հիմի դարել է բելի դոմ, ով է քշել բերել էս բելի դոմը, այդ ոչխարներին, մականուններն էլ կնքել բարերար, ուզում եմ իմանամ, դրանց քշեք տարեք, մցրեք իրանց գոմը, դրեք սամալյոտ, վրեն գրեք հորդ, դու դա ապրատնի եկած ворդ, հիմա հետ գնա քո երգիր, քո Ռուսաստանը, ռուսամետ գիտելիքներով ապրի, Պուտինի առաջ խոնարհված, Հայաստանի Հանրապետությունը մոռացած, ուրացած, խեղաթուրած, խայտարակած թալանչիներ եք դուք, որ Հայաստանի Հանրապետությունում բացարձակապես հոգեպես, ֆիզիկապես, բարոյապես լումաչ ունեք ներդրած, ինչ եք արել դուք այս երկրի մար, լավ Մարդիկ են դնում քաղաքում ժողովուրդ ջան, մի երկու իրազնման չկայացած պոռնիկների դնում են քաղաքում, այն պայծես դիտեմից դուս է գալի, իրանց շունն է, վազելով գնում են, ու ինձ ձևի հարց են տալի, լրագրողները, իրանց պոռնիկները, այդպես ասեն, կա ինչ նախնդիրը, որ ոչ մի բան ձեզ չի բավարարում Նիկոլի Արացից, իրան կոսպեկտավորած հարցը տալիս են, ինչի չես այդում ասես, ձեզ դուր է գալիս պարոն Փաշինյանի վերանորոգած հիմնահատակ կառուցած 700 մանկապարտեզը։ Հələ մի հատ լրագրող դու էտա հարց տա։ Ճիշտ է ձեզ մանկապարտեզ պետք չի, ժողովուրդ ջան։ Ճիշտ է ձեզ դպրոց պետք չի։ Ճիշտ է ձեզ ասֆալտ պետք չարա։ Մենք 36 տարի ասֆալտ ենք ունեցել։ Մեր գերեզմանատներում որ հողարգավորություն են ոչ մեկ փոս չէր փորում։ Սաղ փոսեր էր։ Սաղ փոսեր տանում էին ու դնում էին մարդիկ։ Հայաստանը փոսու անդունդ էր։ Հայաստանն ավիրված ու ապականված էր։ Մարդ ուզենա այդ հարևանի գոմից հավ գողանա չի կարա, իրոք չի կարա, փողոցներից հետ սաղ լուսա, մի հատ սոված մարդ, հելնի հետա ուզենա հավ գողանա, մեկի գոմից, տանի ուտի, թե կարենա ես մերնեմ, սաղ կամերա ու լուսավորություն է, բելին ոչ է Հայաստանում, 3-4 տարիա, ինչի մասին է խոսքը, արած ոչ մի բանը չեք հավանում, ձեր արածը ցույց չեք տալի, Ինչ եք ցույց տալի։ Մենակ Նիկոլը ցույց է տալի ձեր օրեկան գույքի բռնագրավումները։ Մենակ այդ ենք տենում Հայաստանի Հանրապետությունում։ Մենակ դրա վրա ենք ապշում Հայաստանի Հանրապետությունում։ Լավ որ դուք այդքան արդար բոզի տղերք եք, այդքան անարատ եք, այդքան հայրենասեր եք, այս սոված երկրում, այս ապականված երկրում, այս թալանված կեղեքված երկրում որ ոչինչ չի ունեցել։ Այդ որտեղից եք դուզե։ Որտեղից եք դիզե։ Այն իշխան Սաղաթելյանը, Սատկաս Թելյանը, ոչ թե Սաղաթելյան։ Նայում ես, ոչ մի բան չկա, որպես տղամարդ անճուճ Մարիոների գրասենյակի տնօրենա, որպես մարդ ընդհանրապես մարդ չի, տեսքից էլ նայում ես, ոնց որ հերը գործանելու ցլներ իր արտադրած պրոցեսալներ արտադրման, ու ինչ որ հարևանը ձեն տված լներ, կիսա թողեր հելներ, նայում ես գետնի երեսին չի երևում, այդ մերը լացածրած է, գետնի երեսին ինքը չի երևում, բայց ինքը գետնի երեսին աշխարհի ելած ունի ժողովուրդ ջան, աշխարհի ելածը գլուխդ կպտմա, լավ է չարուչատլախին, այդ ամոթաթիկին, այդ բոստանի գողին, տանես ոսկեված գիշերը, հանգիստ կլուբնիկ կհավաքի, ցերեկն էլ հետը, մարգերի մեջը չի երևա, դրան այդքան եղած որտեղից Դոդի Գագոն ջանդամ, դոդ ունեցել է, բա դրան
Արա նայում ես գլուխդ կպտմա հելել են ընդդիմադիր են դառեն ընդդիմություն են կազմե գնացել են ազգային ժողովում վեր են ընկե դեմներն էլ տնկել են Արցախի դրոշը այ Արցախի դրոշը տանեմ կպցնեմ Արցախ այն փեդի դրոշի պոչն էլ բերեմ քշեմ ձեր կամակը բա դուք որ Արցախի դրոշը կպցրել եք ազգային ժողովի ամբիոնում ձեր սեղանի դիմաց այդ դրոշը ավիրված թալանված կեղեքված բենզինով ու ֆոսֆորով վառված Ալիևի ձեռով խոշտանգված Արցախցուն ինչ օգուտ է տալիս այ անգրագետ դիշովկեք Արցախի դրոշը ձեր դոշին կպցնելու փոխարեն ձեր դոշերը բացեք ձեր հյուրանոցները բացեք ձեր կազինոներն ու վիլաները բացեք ասեք արցախցիներ ջան եկեք ստեղ կացարանա ձեզի ապրեք Հայաստանի Հանրապետությունում եկած արցախցու համար ընդդիմադիր կողմը ինչ արել ուզում եմ իմանամ ոչ մի բան բառից բուն իմաստով ոչ մի բան չի արել նայում ես ընդդիմադիր կողմին ասում ես ոնց ընդդիմադիր կողմ Ինչ ընդդիմադիր կողմը, դե ընդդիմադիր չկա, դե դիշովկեքի տեղատարապա, բառից բուն իմաստով։ Արցախցիներին շատ են սիրում, արցախցիներին շատ եք սիրում։ Շանգրիլան ձերն էր, բացեք առաջը։ Աշխարհի հյուրանոցները ձերն էր, բացեք մի հատ արցախցու առաջ, բացեցիք, չբացեցիք։ Դուք արցախցուն օգտագործում եք որպես ձեր համար առաջի ցույցի մատերիալը ձեր համար արցախցին ընդամենը ցույցի մատերիալը անցանք իսկ ինչ մնում է ձեր իշխանության գալուն ձեր իշխանության process-ը կերտելու փորձերին դա չի ստացվելու դրանից էլ անցանք բայց այն որ դուք հանդես եք գալի այս թեզերով որ դուք Հայաստանի Հանրապետությունը փրկելու եք կներեք բաց արեք ձեր հոգնած կոպերը Հայաստանի Հանրապետությունը Քովիդի պատերազմի ընթացքում անգամ արդեն իսկ փրկված էր, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, պետականությունը ձեր ձեռքից, ձեր տնօրինության, տրամադրվածության տակից հանելուց ի վեր արդեն իսկ փրկված էր համարվում։ Դուք Հայաստանի Հանրապետությունը մատուցողի պես տանում եք ու լցնում եք ռուսի տակը։ Հանել ենք մենք ձեզ այդ process-ից, ազատել ենք մենք ձեզ այդ իշխանական համակարգը տնօրինելուց ոնց ասեմ։ Դուք ինչ կարական եք։ Ինչ կարական եք, ես նայում եմ ձեզ, ուղղակի դուք թուրիմացություն եք, թուրիմացություն, հետ մահու պտի դատվի, այն ծննդատան աշխատողները, որ ես տեսակ գանգրենան, քաղցկեղը, թողել են լուսաշխարգա երկրագնդի վրա, դուք քաղցկեղ եք, որ մտել եք հայ ազգի, մարմնի թոքու սրդի մեջ ու ավիրել եք, սարքել եք սքաշաղաղ մի հատ երկիր, սարքել եք ավիրված մի հատ պետություն, որը արդեն իսկ 18 թվից ձեր այդ ապականման process-ից ազատվել, կոսպեկտավորվել է դեպի կանաչ Հայաստան, կանաչ ապագա, չգիտեմ, ապագա կա ու իրոք արվել է այդ ամեն ինչը։ Նայում ես, ցույց են տալի 3 հատ քանդած շոշ, մեկ էլ Ավինյանի նկարը քաղաքապետի։ Դու քաղաքապետի նկարը, որ կա դեմքը, դեմքից ներքև կա ձեզ հագեցնող պորտից ներքև։ Մի հատ համակարգ, այս դրեք ձեր բերանը, տարեք դրեք ձեր ընտանիքների բերանը, որ իմանաք, որ Հայաստանի Հանրապետությունում դուք իրավունք չունեք պետական համակարգը, քաղաքը ղեկավարի նկարը դնեք փոսի վրա, որովհետև որ դուք Սերժի նկարը դնեք փոսի վրա կամ Քոչարյանի նկարը դնեք այդ փոսերի վրա, բայց այն ժամանակ ուր էր տղամարդ, այն ժամանակ, այն Սերժի ժամանակ, հանված մաներ գալի Երևան, կույս է թմել, կույս գալի, ամբողջ Հայաստան, տղամարդ չկար, այն Սերժը, այն պուճուր, որ մի հատ նորմալ տղամարդ օրգան չարժի, կբռնել եսի միշ կաներ մարդկանց, Քոչարյանն էլ հետը, վերացնում էին, բայց հիմա, տեղի թելնողը պուպուլ ունի վրեն, տեղի թելնողը, Երեսուն 6 տարի ես չտեսա Facebook, 36 տարվա մեջ ես չտեսա կներեք, մեկը ցույց Հայաստանի Հանրապետության ժողովրդի սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակը։ Հիմա ասում եմ, բոլորը դժգոհ են։ Ով է դժգոհ? Ընդդիմադիրները։ Ով է դժգոհ? Անկնիկ, անպեչատ, անպասպորտ, ընդդիմադիրների բարձր հովանի ներքո տուն ու տեղ կորցրած Արցախցին։ Ծնունդ ու ծննդավայր կորցրած Արցախցին։ Արցախցիներ ջան, մենք որ գալիս ենք ձեր մոտ, չէ՞, զինվորի պրիսյակ։ Ժինգյալով հացը, որ դուք տալիս եք կովերին,
Այդ խոտը մեր վրա 2500 դրամ եք ծախում։ Մենք այսօր ձեր վրա ամեն ինչ անվճար է, ամեն ինչ մեր կողմից։ Նայում ես, իրանց շարասյունների մեջ կայնացել մենակ արցախցիներ։ Այդ մարդիկ ոչ կնիք ունեն, ոչ պեչատ Հայաստանի Հանրապետություն։ Դրանց հանինք, կամ էլ թող մնան դե փող աշխատեն։ Ես ուզում եմ խոսամ այն համակարգից, ով որ այդ Հայաստանի Հանրապետության քանդը աշտարակը, մեր աշտարակը, երբ որ Փաշինյանի իշխանության չէր եկե, ընեշի աշտարակի քաղաքապետի մար ու շաթապ են անում։ Անի չանի դժգոհում են, բամփասում են, իրա մեջի մարդիկ են բամփասում այդ մարդուց։ Այս ազգը տենցա ճուզող դժգոհ տեսակա։ Աշտարակը անի ավերել։ Աշտարակի այդ ծիրան սուպերմարկետը որ կա, աշտարակի քաղաքապետ չէր, այդ ծիրան սուպերմարկետը աշտարակ սուպերմարկետ էր կոչվում իրանցն էր։ Այդ մարդիկ պապենական իրանց հալալ քրտինկով ապրող մարդիկ են եղել։ Այդ աշտարակի սուպերմարկետի դեմը շուկայի բազարի դեմը ոնց որ մկրտվելու վայրելներ այսպես ավտոները մտնում էին ավտո չեն լվում աշտարակցիկ այդ մենը թե մտնում էին դուս են գալի մատորից հետ լվացվում էր այդպես փոսեր ամբողջ աշտարակը սարքվել է մի փոքրիկ հատված կարող է մնացած լինի Թուրքի քուչայից դեպի Մոսկվա գնացող ճանապարհը Երևան տանող այդ խճուղին մի փոքր հատված սա աշտարակը սարքվել է Օվագո լիքը բողոքողներ կա բայց այդ սարքվածն անգամ այս անտանելի ձնի ու տեղատարափի պատճառով քանդվել է փոսերը առաջացել էլի սարքում են ամբողջ Հայաստանն է քանդվել ամբողջ մայթերը ամբողջ օրը մայթ են նկարում նայում ես ինչքան մինի յուբկա հակած գյադակա այդ մա փոսա նկարը Փաշինյանա թերագնահատը Մավինյանա թերագնահատը այդ իշով կա նայում եմ 60 տարեկան 40 տարեկան էշքես ես 5 տարեկանից կարամ պատմեմ ու խոսամ քաղաքականությունից 35 տարի հետետան ես 41 տարեկան եմ բերեք 35 տարի հետետան ու ես պատմեմ ինչ ձև են կապրել են տարիներին Վիդեոյի կասետները ջարդում ենք, լենթը այսենց կիսում ենք, կտրտում ենք, տալիս ենք հարևաններով մեկը մեկին, որտեղ էլ չէր ճարվեմ։ Այն մեծ կասետները, որ սենց մտցնեն շոչիկի արանքը, որ մենակ լամփուշկա վարվեր, որովհետև այդ 700 դրամն էլ մարդիկ չէին կարող մուծեին։ Մինչև Թոշակ ու Փարոսենստանը մի հատ 4000 դրամանոց պերվիսե վալուր էին առնում 10 կիլո էլ վիշի, որ մի ամիս յոլա է թային։ Այդ ձև են կապրել։ Ու ճար ու ճամփա էլ չի եղել։ Այդ որտե չեն սարքում, այդ որտե չի քանդվեմ։ Որտե չի քանդվեմ։ Տենց հայրենասեր եք դարել Հայաստանի Հանրապետության ճանապարհների մասին մտածում եք հելնեք ետակ դրանց տները ժողովուրդ ջան հելնեք ետակ այդ շոշերում կանգնած այդ խախպեքի տները որ մայթերը ցույց են տալի քանդված շնից ծնված են թե մի հատ սարքած անկյուն ունենան մի հատ նայում ես խլնքով կեղտով բերել են ոնց որ հորթից ծնված լինի ոչ թե մեր ցրտած լինի դրան տարան էշմիազնից 6 էլ պահին շպրտին դուրս մի աճբա ջուրի կգա չգիտես հնդիկի ծածնվե թե խմբակային նեգրների բռնաբարությունից առաջ եկե գնացել է մայթ նկարում այդ տղալը մի հատ եթերես դուս գալի ոռու գլուխդ մակրա քիթ մռուտդ նոր դուսարի ժողովրդի դեմը խոսա մի հատ իմացի ինչ ես խոսում որ դրանից էլ պատասխան սպասես Նայում ես խայտարակությունա մեկը դոդի գագոն միացած երգիրնա փրկը մեծ բարերարա 36 տարի չգիտեմ Պուտինար արեց հիմա բարերարա մեկը նայում ես տեն մեծ մայթերն աթերագնահատում Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդ ձյունը քանդելա բոլոր ճանապարհներն ու փողոցները ավտոներով տոնով աղն ու բանը հավաքում են շոշերից ավազը ձյունա ավիրվելա սարքում են այսքանի տարիա սարքում են հեշտ է Ցույց տվեք 36 տարվա մեջ Նիկոլի սարկած է 3 տարվա ճանապարհների չափ ճանապարհ 36 տարվա մեջ 36-ը ուր 3 ուր արա հերիք էլա բոլեղ ավելի ասուց կրակեք ուզեմ Մերնեմ ասում որ այդ կրակը չի լցում ձեր գլխին Ինչ անում են դժգոհ են մնում է գալ մտնեն ձեր տները ասեն ինչ եք ուզում անենք հանվենք հագնվենք ինչ անեն որ գողլնեք Մի հատ էլ բան գրում ես նիկոլական զոմբի Այն նիկոլի հոր ասում մեռնեմ Այս ինչքան զոմբի ունի Հայաստանի Հանրապետության 99% կանգնած այդ մարդի կողքին Այդ մա եկեղեցի ձեն չի հանում ուրա այդեմ Ժողովուրդը սես ճանգրելով գտնում է ուրա այդեմ որ հետևից էտա Թոշագարու տատին 10000 դրամ տվել էր տաքսու Ծաղկաձորից եկել էր ֆայտոնով 5 տվել էր եկե թե 5 տվել էր գնացե եկել էր հասել էր Հովանավանք պատարակի Այդպես գալիս են այդ մարդու հետևից Այդ մարդուն սիրում են, այդ մարդուն հարգում են, այդ մարդու արածը գնահատում են, այդ մարդը ժողովուրդ չի կաշառում, այդ մարդը ավտոբուսներով բանդաներ չի բերում, այդ մարդը ժողովրդի ինքնասիրությանն ու եսին չի կպնում, այդ մարդն ինչ եկել է իշխանության փամփուշտով, չգիտեմ, կրակոցներով ժողովրդի հետ չի հելնում, հանդիպման փշալարերով, ջրցան մեքենաներով, կաշառելով, չի անում, չէ՞ ջոգ, չի անում, ձեր տարիների արածը չի անում այս մարդը, ինչ եք ուզում այս մարդուց, 50 տարեկանա ծերացել է Ծերացավ ձեր ձերը
Ասում ես չխոսած չներվանյանաս մեգա սրանք նույնն են կամ խի եմ խոսում Ներվանյանը ոչի բան չի փոխվելու ես ինձ խրատում եմ ժողովուրդ ջան չկա տես բան մտնում ես Facebook գլուխը տուրմա դուք որ հելնում եք ընդդիմադիր կողմ ձեր կնանոնց շպրտում եք տները դուք հելնում եք ընկնում եք իմ ձևով շարժման ավտոբուսների մեջ շարժեցիք ձեր ձևով դուք մտածում եք ձեր կնանիք ինչ են անում вообще Դուք մտած, ինձ թվում է ձեր ֆռում են երևի։ Ո՞ս տենամ դուք մենակ բանի կողքն եք ֆռում։ Ձեր ձևով ֆռում եք։ Շշմում եմ ես ձեր վրեն։ Ինչ արե մեր ձևովը ձեզ։ Ձեր ձևովը։ Ինչ արե։ Բարեր արա։ Նորա եկե բարերարություն անեմ։ Երկրաշարժին թող գար բարերարություն անել։ Պատերազմին թող գար բարերարություն անել։ Պատերազմին Սամվել Կարապետյանը կարա չէ Հայաստանի Հանրապետության զինվորին զենքով ապահովել հաստատ կարար։ Հաստատ։ Ինչ կա Իրան նա Հայաստան։ Ինչ կա։ Արեց, շարեց։ Կարա չէ 5000-ը քնապարկ ուղարկել։ Արես, աներան հետաքրքիր էր, ոնց կարա մարդը իրա խավոր, թակուն խավոր կանգնած process-ին, սատար կանգնած process-ին բացահայտ աջակցություն ցույց տա։ Չկա նման բան։ Չկա։ Հայաստանի Հանրապետությունում պատերազմը կոսպեկտավորել են այդպես բանդաները։ Ռոբերտա Սերժական կլանը չերես Դոդի Գագոյով, այտենց այդ բոլոլան։ Այդ մի պապի սնված ոչխարները Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսը կոսպեկտավորել եք դուք բոլորով դուք ամեն ինչը դուք եք արել այս երկրում ժողովուրդը քայլում ամ այդով պատահական լրագրողը հարցատալի ասում ես ընտրելու ասում ես ընտրած վարչապետ ունեմ ասում ով ասում գործում է 50 հոգու հարց են տալի 50-ն էլ է պատասխանում իսկ այն մարդիկ որ հակա են պատասխանում 20000 դրամանոց արցախցին է որի առաջ փակվել է Արցախը ծախող մարկանց հուրյանոցների տերերը, ով որ ծախեց Արցախը հուրյանոցներ առավ իրան, անունն էլ դրեց պատերազմ, մեզ էլ դրա դիմաց տվեց Եռաբլու։ Այդ իշխանությունը հարց է տալիս Արցախցուն, բայց ես դիցելած ասма, ինչ ես պահանջում, ում ես ընտրելու, ասма Նիկոլին չեմ ընտրելու։ Իսկ մնացած հանդարտ քաղաքացին որ քայլում է այդով պատահական այդ մեն հարց են տալիս մեզ վարչապետ ունեմ ընտրած հələ մի օր գնացեք ասեք վարչապետը այսքան դպրոց է սարքե գոհեք այսքան ճանապարհ է սարքե գոհեք հիվանդանոցների հալալ կես անվճար է սարքե գոհեք այսօր մի հատ մարդ իսկ գրել է Ռուստամ ջան որ ասում էին անվճար է ճիշտ է մարդիկ որ իշխանությունը հայտարարում է ինչ որ բան անվճար է մարդիկ չեն հավատում որովհետև չեն տեսել այս բան 36 տարի չեն տեսել հիվանդանոց տանում էիր Մինչև այդ մեր փողը վճարեր, մեռել էլ մեռնում էր արդեն հիվանդը մեռնում էր։ Հիվանդները մնում էին մորգում, գետնին դրած, աշտարակի մորգում, հիվանդը գետնին դրած, կռիսը, անենց էր կրծեմ, մեռելիս դենկա էին վեկալեմ, որ ճանաչեին։ Կնիկա թե տղամարդ թե ինչա։ Ինչ եք արել այս երկրի մանարա, քանդել եք, խայտարակել եք, ավիրել եք, ապականել եք 100 տարի, դարեր ի վեր։ Այսօր բանա Սամվել Կարապետյանը գնացել է Դոդի Գագոյի մոտ։ Վայ, Դոդի Գագոն որ խելք ունենար, դոդ չլներ, գլուխը դարդակ վокзալի ժամացույց չլներ, այդ եկեղեցին որ տարել է Հիսուսի արձանը տնկել է բանի գլխին, Հադիս լեռան գլխին, մի քանի հայ գրում են Գագիկ Ծառուկյանը բարերար է, կներեք, Հիսուսի արձանի կողքը շաուրմա են ուտում։ Կներեք Հիսուսի արձանի կողքը քեբաբ են ուտում, կոֆե են խմում, մի հատ էլ սենց սիրուն աղջիկա հետ նստում են նկարվում են, Հիսուսի արձանի մոտ եւ հարակից փեշերում, ինչքան գիտեմ կտի գնաց խոնարված, գլխակորուս ձևով, խաչ անելով, աղոտ կանելով, ոչ թե ասեմ կայֆաբատ լնես։ Ինչ սարքում են, ամեն ինչի մեջ եկամուտ ունեն, ամեն ինչի մեջ եկամուտ են տենում, ամեն ինչի մեջ Հայաստան ինչ սարքել են, մի բան ավիրել են, Հայաստանում ինչ կերտել են, մի բան ավիրել են։ Սպարապետի համար հոգի են տալիս։ Սպարապետը ով է? Ով է սպարապետը? Այն մարդն է սպարապետը ձեր համար, որ Կիսանդրին Ղարաբաղում մնաց թուրքերը բլցրեցին։ Իմ սիրտը չցաված այդ Կիսանդրու վրա։ Իմ սիրտը այդ քանդակի վրա չցաված, բայց իմ սիրտը փրտիկ ելավ, որ դուք Հայաստանի Հանրապետությունում իմպոտենտների գարաժ դարած կանգնեցիք մի կոմի վրա, զսպաշապիկ հակած, ու Այդ տեսակ սպարապետին գլխատեցին մեր պետության, մեր պետականության մեջ, մեր երկրի մեջ, մեր ապու պապերի հողի մեջ, ապականվեց, ավիրվեց, գլխատվեց Հայաստանի Հանրապետության համար առաջի դեմքերը, Հայաստանի Հանրապետությունը անաղիկ պահողները, Հայաստանի Հանրապետությունը խեղաթուրող համակարգի ձեռներից խլողներին, ապականեցին, ավիրեցին, խոշտանգեցին, անունն էլ դրեցին հոկտեմբերի 27 եւ չբացահայտված գործ։ Ով է Ու դուք ես մի րոպե սպասի, ու դուք այսօրվան օրը խոսում եք դրանից, դուք դրանից խոսալու ընդհանրապես իրավունք չունեք։ Այսքանը լավ մնացեք։